Սիրելի Աստծո ժողովուրդ, այսօրվա իմ քարոզի վերնագիրն է, երբ Տիրոջ ժամանակը մոտենում է։ Ինչի համար եմ այսպես վերնագրել, որտեղ այսօր խոսելու ենք այն բոլոր տոների մասին, որը որ Աստված պատվիրեց Իսրայելի ժողովրդին, պատվիրեց Մովսեսին եւ պատվիրեց, որ այս տոները կատարեն ամեն տարի եւ կատարեն ճիշտ այն ժամանակին, երբ որ Աստված նշեց։ Եվ այս մասին գրված է Ղևտացիների 23-րդ գլխում, եւ ինչ Աստված պատվիրում Մովսեսին, որ ասում է այս տոները նշես ամեն տարի, չէ, եւ շեշտում է, որ այն պետք է արվեր ճիշտ ժամանակին, ինչպես որ Աստված պատվիրել էր Մովսեսին։ Եվ Ղևտացիների 23:4 խոսքերը ասում է հետեւյալը. սրանք են Եհովայի տոները, որ իրենց ժամանակի համեմատ սուրբ ժողովներ հրատարակեք։ Այսինքն ժամանակը շեշտում է, չէ իր կարա անեիր շուտ, չէ իր կարա անեիր ուշ, ասում է անես ժամանակին, այսինքն այն ժամանակին, որը որ ես պատվիրեցի։ Այսօր մենք խոսենք 8 տոների մասին, 7 հիմնական տոների մասին եւ 8-րդը վերջում կասեմ թե ինչը Տերը նկատի ուներ եւ կտեսնենք թե ինչ էր Աստված ասում այդ տոների, երբ որ պետքա կատարեր իր ժողովուրդը։ Հիմա էլ աշխարհում եկեղեցիները նշում են այս տոներից որոշները, բայց հետաքրքիր է որ շատ տարբերություններ կան այս տոները նշելու, անգամ ամսաթվերի հետ կապված, որ նշում են, երբ գտնում են հարմար եւ նշում են ոնց գտնում են հարմար, բայց իրականում, երբ որ նայում ենք այս տոներին, Աստված կոնկրետ բացատրում է, թե ինչպես պետք է այս տոները նշվեին։ Օրինակ կաթոլիկները նշում են մի ժամանակ ուղղափառները, ուրիշ ժամանակ առաքելականները, ուրիշ ժամանակ բողոքականները, ուրիշ ժամանակ, բայց եթե նայենք մեր ներկայիս օրացույցին, մենք ներկա պահին ապրում ենք Գրիգորյան օրացույցով եւ ով էր ինչի համար է կոչվում Գրիգորյան, որտեղ Ռոմի Գրիգորիոս Պապը ինքը փոխեց ամսաթիվը եւ ամբողջ ժամանակները փոխեց եւ իր անունով կոչվեց։ Դրանից առաջ մարդիկ առաջնորդվում էին Հուլիոսյան օրացույցով, բայց հետաքրքիր այն է, որ եբրայցիները, հրեաները առաջնորդվել են եւ առաջնորդվում են նկատի ունեմ հավատացյալ հրեաները մինչև հիմա էլ լուսնային օրացույցով, ինչպես որ Աստված պատվիրել էր։ Մենք կարող ենք փոխենք օրացույցը ըստ մեր ցանկության, ինչպես որ մեզ հարմար կլինի, բայց փառք Աստծո, որ Աստված դրեց երկու մեծ լուսատուները, չէ, մեծ լուսատուն ցերեկը իշխելու համար եւ փոքր լուսատուն գիշերը իշխելու համար, բայց նրանց ցիկլը ոչ մեկ չի կարող փոխել։ Այսինքն այն ինչ որ դու կարող ես փոխել, բայց հիշի, Աստված դրեց իր ժամացույցը եւ իր ժամացույցի սլակները դու չես կարող փոխել։ Այդ ժամացույցը ենթարկվում է միայն Արարչին։ Եվ տեսեք, ինչպես էր Աստված պատվիրում։ Այս տոները բաժանվում էին երկու մասի՝ գարնանային տոներ եւ աշնանային տոներ, եւ դրանք բոլորը միասին ներկայացնում էին Աստծո փրկության ծրագիրը։ Այն սկսվում էր Հիսուսի խաչից մինչև նրա գալուստը եւ նրա թագավորության հաստատումը։ Գարնանային տոները բոլորը կատարվել են Հիսուս Քրիստոսի կողմից, իսկ աշնանային տոները դեռ պետք է կատարվեն էլի Հիսուս Քրիստոսի կողմից։ Ես հավատում եմ, որ այսպես է լինելու։ Եվ Ղևտացիների 23-ի 5 խոսքերը հետևյալի մասին էր ասում։ Գրվում է, որ ասում է. Աստված պատվիրում է առաջին ամսվա 14-ին իրիկվա դեմ զատիկ է Եհովայի համար։ Սա ելքն էր Եգիպտոսից, եւ բոլոր Եգիպտոսի առաջնեկները մահացան, բայց Աստված ինչ արեց։ Աստված պաշտպանեց իր ժողովրդին եւ իր ժողովրդի առաջնեկներին։ Այստեղ էր նշվում ազատագրությունը Եգիպտոսից եւ այն զոհը, որ պիտի կատարվեր, այն արյունը, որ պիտի թափվեր, եւ այդ կառնուկի արյունն էր, որ պետքա քսեին իրենց դռանդիներին եւ վերին սեմի վրա։ Եվ սա էր նշանը նրա, որ սա պատկանում է Աստծուն, եւ այն ինչ որ Աստծուն է պատկանում, Աստված էլ պաշտպանում է։ Միշտ հիշի, եւ այսօր այդ արյունը պետքա լինի մեզանից ամեն մեկիս վրա, ամեն մեկիս տան վրա, որպես նշան, որ սա պատկանում է Աստծուն։ Այն սկսվում էր ապրիլ 14-ից եւ այս ամիսը Աստված պատվիրեց, որ լինի տարվա առաջին ամիսը։ Մենք ասում ենք տարվա առաջին ամիսը հունվարն է, չէ՞։ Աստված ասում է հունվարը չի, տարվա առաջին ամիսը ապիպն է, ապրիլ ամիսն է։ Եվ այս ամսի 10-ը պետքա ընտրվեր, ամսի 10-ին պետքա ընտրվեր զոհաբերվող գառը, պետքա տնտղեին, թերություն փնտրեին եւ պետքա լիներ անարատ եւ ասում է 14-ի երեկոյան դեմ մորթես նրան։ Եվ սա համընկնում էր ճիշտ այն երեկոյան զոհի ժամանակ, որ հրեաները կատարում էին դրանից հետո տարիներ շարունակ։
Մենք տեսանք, որ Հիսուսն էր այդ գառը, ով պետքա ծնվեր Գոմի Մսուրում եւ պետքա ընտրվեր եւ հաստատվեց, որ անարատ է, անթերի է եւ այո, նա միակն էր, որ իր կյանքը տվեց ամբողջ աշխարհի մեղքերի համար եւ նրա արյունն էր, որ կարողացավ թողություն տալ բոլոր մարդկությանը, ամբողջ մարդկային սերունդին եւ այսօր մենք փրկված ենք նրա արյան պատճառով։ Ուրեմն նույն ամսվա 15-րդ օրը Աստծո խոսքը պատվիրում էր, որ պետք է անեն բաղարջակերած տոնը։ Սա Եհովայի համար էր եւ 7 օր բաղարջ պետք է ուտեին։ Հետաքրքիր է, որ այնքան էլ ցանկալի չէր միգուցե, որ պետք է ուտեին բաղարջ, պետք է ուտեին լեղի խոտեր, պետք է ուտեին, բայց Աստված էր պատվիրել, որ պետք է անեին։ Եվ Մատթեոս 5:17-ը ինչ է ասում։ Հիսուսը, մի կարծեք, թե ես եկա օրենքը կամ մարգարեները քանդելու, ես չեկա քանդելու, այլ կատարելու։ Եվ Հիսուսը եթե չէր եկել մարգարեները եւ օրենքը քանդելու, ինչ պետք է աներ։ Հիսուսը ինքը պետք է կատարեր այս բոլոր օրենքը եւ մարգարեները, եւ նա արեց դա ամենավերջի ճշգրտությամբ։ Հիսուս Քրիստոսի ամեն մի խոսքը, ամեն գործողությունը դա օրենքի կատարումն էր անվեհապահորեն։ Բաղարջակերած օրերը նրանք ուտում էին անթթ խմոր հաց, ուտում էին լեղի խոտերով եւ սա գիտեք նպատակը որն էր, հիշատակն էր այն ամենի, որ Աստված հանեց նրանց գերության միջից, հանեց նրանց տրկության միջից, հանեց նրանց բանտից եւ ծառայության լծի տակից։ Ով չի հիշում անցյալի սխալները, դատապարտված է դրանք նորից կրկնելու։ Եթե դու չես հիշում անցյալիդ դառնությունները, Աստծո մարդ, անցյալիդ գերությունը, անցյալիդ տկարությունները, որ ծառա է իր մեղքին եւ անօրենությանը, դու չես գնահատի ներկայիդ ազատությունը եւ փրկությունը։ Այսինքն դու պետք է հիշես, որ նաեւ գնահատես։ Հաջորդ տոնը առաջին պտուղների տոնն էր եւ երեխայրին։ Հետաքրքիր է ինչ է սա նշանակում։ Այս տոնը տեղի էր ունենում Զատիկի եւ բաղարջակերած տոներից հետո, երբ սա տոնն էր եւ երրորդ տոնն էր եւ պետք է նշեին։ Հիմա կասեմ, թե ինչ կապ ուներ սա բաղարջակերած տոնը երեխայիների տոնի հետ։ Մովսեսի ժամանակ այն ուրեմն ամիսը, Ապիբ ամիսը կոչվում էր Ապիբ կամ Ավիվ ամիս էր կոչվում, որը նշանակում է կանաչ։ Իսկ Բաբելոնի գերությունից հետո սկսեցին կոչել Նիսան։ Այսինքն, երբ որ Աստվածաշնչում դուք հանդիպեք Ապիբ կամ Նիսան, իմացեք, որ սա նույն ամսին է վերաբերվում։ Այս տոնը նշվում էր ուրեմն Պասեքից հետո առաջին միաշաբթի օրը, այսինքն առաջին կիրակի օրը, միաշաբթի օրը, որը ուղիղ կապ ուներ Հիսուս Քրիստոսի հարության հետ։ Հիմա որտեվ այս բոլոր տոները որ կար, ես ասեցի չէ, որ Հիսուսն ասեց, ես եկա, որպեսզի ինչ անեմ, որպեսզի կատարեմ այս օրենքը եւ մարգարեները։ Եվ առաջին հասած բերքը, որ այդ ժամանակ կար, գիտեք որն էր, գարին էր։ Եվ գարու հասկերը խուրց կապում էին եւ այդ խրցերը գարու բերում էին տաճար եւ բերում էին զոհաբերության եւ սա համարվում էր առաջի պտուղ։ Անկամ եթե այդ գարու հասկերը հասածել չլինեին, sense կիսը հասած լինեին, օգտագործվում անգամ կիսը հասած այդ հասկերը, բայց այդ ժամանակ սովորաբար Հրեաստանում գարին լինում էր հասած։ Իսկ քանի որ մենք բոլորս յուղացիներ ենք, մենք գիտենք չէ, որ գարու բերքը ավելի շուտ է հասնում, քան ցորենի բերքը։ Եվ առաջին երեխայրին, այսինքն առաջի հասած բերքը դա գարու բերքն էր, եւ որ խուրց կապում էին եւ բերում էին տաճար։ Եվ մինչ այդ, մինչեւ այս զոհաբերությունը, մինչեւ այս երեխայրին տիրոջը տալը արգելված էր ուտել այդ բերքից, այսինքն իրավունք չունեիր ուտելու։ Եվ տոնի խորհուրդը որն էր։ Ինչ էր տոնը իր մեջ պարունակում։ Ամբողջ բերքը պատկանում է տիրոջը։ Նա է օրհնողը քո աշխատանքի արդյունքի։ Եվ եթե առաջին պտուղը նվիրված է եւ ես իմ առաջինը զոհաբերում եմ Աստծուն, երաշխավորված է, որ իմ աշնան բերքն էլ, այն հիմնական բերքս, որ պետք է հավաքեմ, պետք է օրհնված լինի առատորեն Աստծո կողմից։ Եվ առաջի Կորինթացիների 15:20-ը ասում է. բայց հիմա Քրիստոսը հարություն է առել մեռելներից, ինքը ննջածների առաջնեկը եղավ, ուրեմն մարդով եղավ մահը եւ մարդով էլ մեռելների հարությունը։ Եվ հետո ներքևում մի քիչ ավելի շարունակում ասելով. առաջին պտուղը Քրիստոսը եւ հետո քրիստոսինները նրա գալու ժամանակումը։ Հասկանում եք, չէ՞ ինչ կապ ուներ առաջին պտուղը երեխայրին ով էր։ Երեխայրին Քրիստոսն էր եւ ամեն անգամ երբ որ հрьяաները նշում էին երեխայրի տոնը, կարող է գաղափարել չունեին, թե ինչ են նշում իրանք, որ նրանք նշում են Քրիստոսի հարությունը, մինչև որ տարիներ հետո Քրիստոս հարություն առավ մեռելներից։
Եվ այն մարդը, ով բերում էր իր ընծան, բերում էր իր երեխայրին Տիրոջ առաջ, պիտի ասեր հետևյալ խոսքերը, որ գրված է երկրորդ օրինաց 26:5-10 խոսքերում։ Ես կկարդամ մենակ վերջի խոսքը, 10-րդ խոսքը, միտքը կասեմ ձեզ, ասում է, որ իմ հայրը ասորի էր, Եգիպտոսից դուրս եկա, այսինքն բացատրում այն բոլոր գերությունը, այն տառապանքը, դժվարությունները, ինչի միջով որ անցավ եւ Աստված բերեց իրան հասցրեց կաթումեղեր բխող երկիր։ Եվ այս խոսքերը պիտի ասեր, բարձրաձայն իր անձան բերելուց։ Եվ արդ ինձ տրված երկրի պտուղների երեխայրիները բերում եմ ով Եհովա, եւ նրանց քո Եհովա Աստծո առաջը դնելով քո Եհովա Աստծուդ առաջ երկրպագություն անես։ Այսինքն պետքա բերեիր ու ասեիր ով Եհովա Աստված, ես բերում եմ այն բոլոր պտուղները, որ դու տվել ես ինձ, եւ բերում եմ այս պտուղները եւ ինչ եմ անում, եւ ասում եմ, որ երկրպագում եմ, խոնարհվում եմ քո առաջ ինչի համար, որովհետեւ դու ինձ հանեցիր գերությունից եւ ինձ տվեցիր կաթումեղեր բխող երկիր։ Ապիպ 14-ը սա զատիկն էր Տիրոջ պատվիրած, երկրորդը բաղարջակերած տոնն էր, որ սկսվում էր Ապիպ 15-ից մինչև 21-ը տևում էր 7 օր, եւ երրորդը երեխայրին էր Ապիպ ամսվա մեջ, ուրեմն շաբաթից հետո եկող առաջին միաշաբթին, որը սկսվում էր 16-ից 21-ը։ Ուշադրություն դարձրեցիք, Ապիպ 14-ը զատիկն էր, Ապիպ 15-ից 21-ը սկսվում էր բաղարջակերած տոնը եւ երեխայրիների տոնը սկսվում էր 16-ից 21-ը։ Այսինքն ոնց որ տոն էր տոնի մեջ։ Հասկացաք, չէ՞, այսինքն բաղարջակերած տոնը եւ երեխայրիների տոնը մեկը մյուսի մեջ էր։ Ու այդ ակիր բանը, որ ես ասենք առաջի անգամ նկատեցի, գիտեք որն էր, որ բաղարջակերած տոնը, երբ որ դու լեղի խոտեր պիտի ուտեիր, անթթխմոր հաց պիտի ուտեիր, բայց համել երեխայրիների տոնն էր անում այդ ժամանակ, եւ ինչա, եւ այսինքն բերում եմ իմ հնցան Տիրոջ, ես կուտեմ լեղին, վատը, ոչ թե վատը, դառը կուտեմ, լեղին կուտեմ, չգիտեմ էլի, անթթխմորը կուտեմ, բայց ես բերում եմ իմ հնցան Տիրոջը։ Այսինքն ոնց որ դու զրկում էիր քեզ, բայց ինչ էիր անում, բայց դու տալիս էիր Տիրոջը քո լավագույնը։ Պենտեկոստեն, որը դրանից հետո էր տեղի ունենում, ուրեմն երեխայրիների տոնից հետո, երբ որ այդ առաջի այդ բերքի պտուղը, երբ որ առաջի երեխայրին պետք է լիներ, դրանից 50 օր հետո տեղի էր ունենում ուրեմն շաբաթների տոնը, որը մենք գիտենք հայտնի է որպես Պենտեկոստեի օր։ Եվ երեխայրիների տոնից հետո, չէ, 40 օր հետո Հիսուսը համբարձվեց եւ 50 օր հետո տեղի ունեցավ Պենտեկոստեն, հոգեգալուստը, եւ դրա համար էլ մենք կոչվում ենք հոգեգալստական շարժման քրիստոնյաներ։ Պենտեկոստեն, ուրեմն սա ցորենի բերքի տոնն էր արդեն։ Հիմա տարբերությունը կբացատրեմ ձեզ։ Այս տոնը լինում էր Սիվան ամսի 6-ին, այսինքն մեր այս հաշվարկով մայիս-հունիս ամիսների մեջտեղում, որտեղ երբ որ նայես ամիսները թե ինչպես է սկսվում հрьяաների մոտ, մեր մոտ սկսվում է մեկով, իրանց մոտ սկսվում է ամսվա կեսով, չէ՞։ Ամսվա կեսով է սկսվում 14-ի երեկոյան, այսինքն երբ որ պետք է, այսինքն ոնց որ ամսվա կեսից կես է լինում։ Դրա համար եմ ասում մայիս եւ հունիս ամիսներին, որտեղ չի համապատասխանում օրերը մեկը մյուսի հետ։ Եւ ինչ է տեղի ունենում այս ընթացքում։ Հիսուսի հարությունից 50 օր հետո Սուրբ Հոգին իջավ աշակերտների վրա եւ իջավ նաեւ բոլոր այն մարդկանց վրա, այն 120-ի վրա, ովքեր որ վերնատանը հավաքված սպասում էին նրան։ Եթե առաջին երեխայրին դա գարու բերքի զոհաբերությունն էր եւ բերում էին գարու հասկերը կապված խուրձերով, այն անթթխմոր էր, հիշեք։ Բերում էին հասկերը, չէին բերում գարու հացը, բերում էին հասկերը, անթթխմոր էր, անարատ էր, առանց մեղքի էր եւ սա խորհրդանշում էր Քրիստոսի հարությունը։ Առաջի բերքի պտուղը։ Դրանից հետո, երբ որ արդեն երկրորդ տոնախմբությունն էին անում, այսինքն Պենտեկոստեի ժամանակ, ինչ ասում է, բերում էին թթխմորով թխված երկու հացի նվեր եւ բերում էին Աստծո առաջ, սա արդեն մենք էինք եւ ոնց որ Քրիստոսն ասեց, չէ, առաջին պտուղը Քրիստոսը եւ հետո ով Քրիստոսինները։ Քրիստոսը հարություն առավ եւ Քրիստոսինները, ինչպես որ մենք կարդացինք, հարություն պետք է առնեն այն ժամանակ, երբ որ Քրիստոսը կգա երկրորդ անգամ։ Այսինքն երեք, երբ որ Քրիստոսը Պենտեկոստեի օրը տվեց, այսինքն միացանք մենք Քրիստոսի ընտանիքին եւ Քրիստոսի հարությանը։ Երկու հացը դա հрьяաներն էին, առաջինը հрьяաներն էին, երկրորդը հեթանոսներն էին, խորհուրդը սա է, որը բերվում էր Պենտեկոստեի օրը հոգեգալստի օրվա արարողության ժամանակ։ Սրանք գարնան տոներն էին եւ 4 տոն, որը Հիսուսը կատարեց առանց մի նշանահատիկ անգամ խախտելու։ Նա մեզ խոստացել է, որ հետա վերադառնալու չէ, եւ ես վստահ եմ, որ նա կատարելու է մնացած բոլոր աշնանային տոները, որոնք որ հрьяաները նշում էին հազարամյակներ շարունակ։
Եվ որն էր, եկեք ամփոփենք մի պահ մեր անցածը։ Առաջինը Հիսուս մեռավ։ Առաջին տոնի զատկի ժամանակ դա Հիսուսի մահն էր, ում արյան պատճառով մենք ունենք փրկություն։ Եվ ճիշտ այդ օրը Հիսուսին գամեցին խաչապայտին, ճիշտ այդ օրը հիշի։ Մեր զատիկի գառը զոհաբերվեց, որ մենք կյանք ունենանք։ Ու ես մտածում եի, ասում եի, եթե մի տոն կապված է մահի հետ, ի՞նչ տոն է դա։ Հարց տվել եք դուք ձեզ։ Տոն, որը կապված է մահի հետ։ Ասենք, եթե ասեինք սա սուք է, կասեի հա, բայց հիմա տեսեք տարբերությունը որն է։ Տոն էր քո համար, որ դու չպետք է մեռնեիր, չնայած մեղավորը դու էիր։ Այսինքն ես ուրախանում էի, որ ես չմեռա, բայց իմ փոխարենով մեռավ Քրիստոսը, ով մեղք չուներ։ Երկրորդը դրվեց գերեզման։ Սա բաղարջակերած տոնն էր։ Հիսուսի թաղումը եւ նրա մարմինը ինչ արեց, կտրվեց, կոտրվեց եւ ինչ արեց Տերը, տվեց անգամ հաղորդության ժամանակ եւ ասեց առեք սա իմ մարմինն է կերեք, սա իմ արյունն է առեք ու խմեք։ Եվ այդ ժամանակ, երբ որ հաղորդության ժամանակ դու մասնակցում ես, հիշի, դու մասն ես կազմում Քրիստոսի մարմնի եւ այն ինչ որ Աստված արեց եւ պատվիրեց մեզ, որ անենք դրանից հետո։ Եվ 3 օր ու գիշեր Քրիստոս մնաց մեռած, ինչպես որ Հովնանն էր կետի փորում, չէ, եւ որ Աստծո խոսքը այս համեմատությունը անում է Հովնանի եւ Քրիստոսի հետ։ Երրորդը հարություն առավ։ Երրորդ օրը, երբ որ հարություն էր առնում, հրյաների մոտ օրը սկսվում էր արևածագից մինչև մայրամուտ, սա համարվում էր օր, եւ գիշերը սկսվում էր մայրամուտից մինչև արևածագ։ Եվ Հիսուս Քրիստոս հարություն առավ ճիշտ արևածագի ժամանակ, երբ որ սկսվեց օրը, երրորդ օրը, եւ հարություն առավ մեռելներից եւ դարձավ երեխայրու բերքը, եւ Հիսուսի հարությունը ինչ արեց, սկիզբը դրեց նոր կյանքի եւ դրանից հետո արդեն նոր եկեղեցու։ Չորրորդը համբարձվեց եւ ինչ արեց, Աստված ուղարկեց Սուրբ Հոգին։ Նրա հարությունից 40 օր հետո համբարձվեց երկինք եւ 10 օր հետո ուղարկեց Սուրբ Հոգին նրանց վրա, ովքեր որ սպասում էին նրան։ Դրանից հետո արդեն բավականին երկար ժամանակ դադար տեղի ունեցավ, որտեվ այդ ամռան ընթացքում չկար էլ տոներ, մինչև որ գալիս էին աշնան տոները։ Եվ տեսեք, եւ ինչ եք կարծում, եթե Քրիստոսը գարնանային տոները կատարեց ճիշտ ժամանակին շեշտում եմ, ձեզ ինչ է թվում, աշնանային տոները Քրիստոսը կիսատա թողելու, որ ասեց պետք է կատարեմ, ես վստահ եմ, որ կատարելու է նաև ճիշտ ժամանակին։ Հիմա ես ուրիշ բան խնդրում եմ չասեք, ես ոչ օր ու ժամ եմ ասում, ոչ էլ տարի ու թիվ եմ ասում, հիմա կբացատրեմ, թե ինչ նկատի ուներ Քրիստոսը։ Եվ աշնանային տոները սկսվում էր փողերի տոնով, եւ Աստծո խոսքը ասում է, սա 7-րդ ամսվա առաջի օրը նշես։ 7-րդ ամսվա առաջի օրը նշես։ Եթե կարևոր չլիներ, կասեր 7-րդ ամսվա առաջի օրը նշես Տիրոջ տոնը, փողերի տոնը։ Հետո 91 Սաղմոսը ինչ է ասում։ Երկրպագություն արեք Տիրոջը սուրբ զարդարանքով, վախեցեք նրա երեսիցը, ով ամեն երկիր, ասեք հեթանոսների մեջ, Տերն է թագավոր։ Այսօր մեզանից ամեն մեկի պարտավորությունն է, որ հեթանոսների մեջ, ամբարիշտ աշխարհի մեջ հայտարարես, որ ով է քո թագավորը, Տերն է թագավորը, որ նրանք բոլորն էլ իմանան դրա մասին։ Եվ ինչ է ասում դրանից հետո, ասում է, նա գալիս է, որ երկիրը դատի, նա աշխարհը կդատի արդարությունով եւ իր ժողովրդին իր ճշմարտությունով։ Աշխարհին ոնց է դատելու, արդարությունով, իսկ իր ժողովրդին ոնց է դատելու, ասում է ժողովրդին դատելու է ճշմարտությունով։ Եկեք ու տեսեք, որ էլի տարբերություն կա, եւս մեկ տարբերության մասին կխոսեմ մի քիչ ավելի ուշ։ Անիրավություն գործողը հայտնություն 22:11 անիրավություն գործողը թողել անիրավանա եւ կեղտոտը թողել կեղտոտվի եւ արդարը թողել արդարանա եւ սուրբը թողել սրբվի եւ ահա շուտով գալիս եմ եւ իմ վարձքը ինձ հետ է եւ ամեն մեկին կհատուցեմ ինչպես իր գործը կլինի եւ Մատթեոս 25:31-ը հետո որ խոսում է Հիսուսը ինչ ասում եւ որն էր քո գործը ով Աստծո մարդ Երբ որ ասում է մարդու որդին կգա փառքով, կգա սուրբ հրեշտակների հետ, այն ժամանակ ասում է կնստի ինչ է, իր փառած աթոռի վրա, շեշտում է Մատթեոս 25-րդ գլխում։ Եվ ասում է ամեն ազգերը կժողովեն նրա առաջ, ինչպես որ հովիվը բաժանում է այծերին ոչխարներից, եւ այծերին ցախ կողմնա կանգնացնում, գառներին որտեղ է կանգնացնում, Աստծո խոսքը ասում է աջ կողմնա կանգնացնում։ Այսինքն տարբերություն կա, թե չէ։ Աստված ասում է տարբերություն եմ դնելու։ Եվ այդ ժամանակը թագավորը աջ կողմիններին կասի իմ հոր օրհնածներ, եկեք ու ժառանգեք այն ինչ որ ես պատրաստել էի ձեր համար աշխարհի սկզբից ի վեր ես պատրաստել էի ես ձեր համար եկեք ու ժառանգեք որովհետև շեշտում է սոված էի ինձ ուտելիք տվեցիք ծարավեի խմեցրիք օտարեի ինձ ձեր մոտ առարք մերկ էի հագցրեցիք հիվանդ էի այցելեցիք բանտում էի ինձ մոտ եկաք ու հետո շեշտում է ինչ ասում բայց այդ ժամանակ ասեն Տեր բայց ես քեզ երբ տեսանք սոված մերկ անտուն բանտում հիվանդ ինչ ասում Հիսուսը այս փոքրերից մեկին արեցիք ինձ արեցիք
Եվ հետո այն մյուսներին, որ կասի հեռու գնացեք ինձանից, որտեղ չեմ ճանաչում, որտեղ բանտումեի չեկաք, հիվանդեի չայցելեցիք, սովածեի չկերակրեցիք, մերկեի չհագցրեցիք, անտունեի ձեր տունը չառաք, կասեն Տեր, երբ քեզ տեսանք, որ չարեցինք, ինչ ասում ասում ես փոքրերից մեկին չարեցիք, ինձ չարեցիք։ Ես հիմա հետո վերջում կկապեմ այս խոսքերը, այս բերքի տոնի հետ, թե ինչի համար եմ այս խոսքերը ձեզ ասում։ Եվ դրանից հետո տեսեք, այս տարի աշնանային տոները համընկնում են Թիշրի 1-ին, որը համընկնում է սեպտեմբերի 22-ից 24-ը։ Ինչի համար եմ ասում 22-ից 24-ը, ինչպես որ ասեցի, քանի որ սկսվում էր ժամային տարբերություն կար, այսինքն սկսվում էր մայրամուտից մինչև արևածագեր համարվում օրը, դրա համար, այսինքն 2 օր էր տևում այս տոնը։ Այս տոնը ուղիղ կապված էր նորալուսնի հետ, երբ պիտի հնչեցնեին փողերը, բայց դա արվելու էր այն ժամանակ, երբ որ 2 վկաները կհայտարարեին։ Հետաքրքիր է, չէ՞, տոն, որի օրն ու ժամը ոչ մեկ չգիտեր։ Այսինքն գիտեին, որ այս 2 օրն ալնելու, բայց չգիտեին կոնկրետ երբ ալնելու։ Ու հետաքրքիր է, չէ՞, Հիսուսի խոսքերն որ ասեց ոչ մեկ օր ու ժամը չգիտի երբ ալինելու։ Այսինքն մենք էլ սիրելի Աստծո ժողովուրդ, գիտենք Քրիստոս երբ է գալու։ Մոտավորապես գիտենք, հասկանալու ենք երբ ալնելու, բայց точно չենք իմանալու, որտեղ Աստծո խոսքն ասում է, ոչ մեկ օրն ու ժամը չգիտի։ Եվ հետաքրքիրը գիտեք, որն է նաև այստեղ, որ այս 2 վկաները պետքա ազդարարեին, որ տոնը սկսվեց եւ այդ ժամանակից նոր պետքա փողերը հնչեին եւ տոնը նոր պետքա համարվեր սկսված։ Ես հետևեցի այս տարի 3 օր։ Իսրայելից ուղիղ կապ կա, ասենք մի հատ այնց ալիք կա, որ ուղիղ on-line 24 ժամ կապը կա այդ լացի պատի մոտից եւ 24 ժամ, ես որ գիտեի փողերը պետք չէին, ասի ես այս տարվա փողերի տոնը պետք է հասցնեմ, բան անեմ, էլի, մասնակցեմ։ Դե քանի որ ժամային տարբերություն շատ կար, եկի ասա գիշեր գիտեմ, պետք է քնեմ, առավոտ գործի եմ, բայց ասում եմ ոնց, հա մնացի, հենց ժամը խփեց, ես ժամը արդեն նայում էի, էլի, on-line միացրել էի, փողերին էի սպասում։ Այդ փողերն այտենց էլ չփչեցին։ Նայում էի եղանակի տեսությունը, ամպ կա, չկա, չգիտեմ ինչ կա, վերջը ասենք այնքան տանջվ այդ 3 օրը on-line միացրել դրել էի հեռախոսը կողս, քնում հելնում էի, ասում էի, արա պետք է ես բռնցնեմ այդ փողերի տոնը երբ ալնելու։ Այտենց էլ քնամ։ Չասցրեցի 3 օր տանջվեցի, հետո տեսա որ հрьяաներն էլ այտենց համակարգված չի լավ որ իրանց մոտ, ասենք կարող ամեն մի սինագոգ, ամեն մի բան չգիտեմ, էլի sense ոնց ասեմ, իրանց մոտ էլ հələ որ համակարգված չի, sense որ ասենք մի հատ ոնց որ առաջ էր նշվում տոն, որ պետքա նշեր ամբողջ ազգը։ Դեռ իրանց մոտ էլ այդպես չէր, բայց մի բան հասկացա դժվար է։ Այն որ Աստծո խոսքն ասում է 10 կույսերին, որ ասում է արթուն մնացեք, քնան, չէ։ Զգացի որ ես էլ քնա, բայց գոնե բանը գիտեք որներ այդ մխիթարանքը, որ դանթում էի, հելնում էի, նայում էի, դանթում էի, հելնում էի, նայում էի, նորից նայում էի, եղավ, այդ անհանգստությունը կար, հասկանում եք սիրելի Աստծո ժողովուրդ։ Այնց որ նորմալ է կարծում եմ որ տենց լինի, բայց այն փողերի ձայնը որ պետք է ինչի ամբողջ տիեզերքով, չէ, այն Քրիստոսի գալուստը որ պետք է լինի, այնքան հզոր է լինելու, որ տենց մարդ պետք է չլինի, որ չտեսնի ու չլսի ու չհասկանա, որ Հիսուս Քրիստոսի գալուստն է։ Եվ ինչի համար 2 վկաներ, որովհետև Աստծո խոսքը ասում է 2-ի վկայությունը ճշմարիտ է։ Հիսուսը այս տոնին ասելով էր, նայելով էր ասում ոչ մեկ չգիտի օրն ու ժամը։ Իսկ ովքեր էին 2 վկաները, որ պետքա Քրիստոսի գալուստից առաջ այս բանատան, ավետիսը տան, որ տոնը սկսվեց։ Որոշ աստվածաբաններ ասում են, որ սա հին ու նոր կտակարաններն են, որտեղ հինն էլ չի շղթում նորին, նորը չի շղթում հնին, չէ՞, ասում սրանք 2 վկաներն են, որը որ Աստծո կողմից են դրված։ Աստվածաբանների եւս մեկ ուրիշ մաս ասում է, որ սրանք Ենովքն ու Եղիան են, որոնք որ պետք է գան երկիր եւ պետք է մեռնեն ու պետք է հարություն առնեն եւ իրանց ազդարարումը պետքա լինի։ Էլի տեսակետա, չեմ ուզում ոչ ენი շղթեմ, ոչ մյուսը շղթեմ, որովհետեւ ես ինքս չգիտեմ հստակ որն է։ Բայց մի բան գիտեմ, առաջի Թեսաղոնիկեցիների 4:15 խոսքերն ասում է, որովհետև ինքը Տերը հրամանով հրեշտակապետի ձայնով եւ Աստծո փողով վայր կգա երկնքից։ Այս մեկը հաստատ գիտեմ, որը տենց լինելու է։ Հրեշտակապետը պետք է հայտարարի եւ Աստծո փողը որնա չգիտեմ, բայց գիտեմ, որ շատ հզոր ալնելու, որ ամբողջ տիեզերքը, երկրագունդը չի ամբողջ տիեզերքն է թնդալու այդ փողի հզորության ձայնից։ Եվ հետաքրքիր գիտեք նաեւ որներ որ Իսրայելում թագավոր կարող էին լինել, երբ ասես, բայց թագավորը նստում էր իր գահին եւ թագավորը համարվում էր թագադրված միայն փողերի տոնի ժամանակ։ Այսինքն, եթե դու անգամ գարունն էիր նստել
որպես թագավոր, ասենք հայրը մահացել էր, որդին նստել էր թագավոր, ինքը ոնց որ պաշտոնակատար էր համարվում, ինքը չէր համարվում գահին, ինչ ասեմ, ասենց իրավով նստած թագավոր այնքան ժամանակ, մինչև որ փողերի տոնը պետքա լիներ եւ փողերի տոնի ժամանակ էր, որ թագավորին հայտարարում էին որպես հաստատում էին որպես գահին նստած թագավոր։ Հիսուսը պիտի բազմի գահին որպես ճշմարիտ թագավոր ամեն եւ պիտի թագադրվի որպես տերերի տեր եւ թագավորների թագավոր։ Սա խոսում է Տիրոջ գալստյան մասին, թե ոչ, խոսում է։ Հաջորդ տոնը որ կար, զղջման հաջորդ այդ ժամանակահատվածը որ կար, զղջման եւ ապաշխարության օրեր էին 10 օրեր, շուրջ 10 օրեր, որ ուրեմն հաջորդում էր մինչեւ հաջորդ տոնը քավության օրը։ Այս տոնը նշվում էր 7-րդ ամսի 10-ին։ Մեր այս տարի քավության օրը համընկավ հոկտեմբերի 1-ին։ Էդի նայել եմ։ Հոկտեմբերի 1-ը մի քանի օր առաջ, քանի այսօր հոկտեմբերի 5-ն է, ճիշտ է։ 5 օր առաջ Իսրայելում հայտարարվեց որպես քավության օր։ Եվ քավության օրը ամենակարևոր օրերից մեկն էր, որ նշում էին հրեաները։ Եվ ինչ էր արվում, որ տարեկան այդ զոհաբերությունները, որ ամեն ինչ արվում էր, եւ այդ արյունը, որ տարվում էր դեպի տաճար, դեպի սրբություն, դեպի խնկի զոհասեղանի ներքսվում այդ եղջյուրների վրա, եւ տարին մեկ անգամ, երբ որ քահանայապետը պետքա մտներ սրբությունների սրբության խորան, կատարվում էր հենց այս օրը քավության օրը, եւ որ քահանան 3 անգամ պետք է մտներ սրբությունների սրբություն, եւ ինչ էր առաջի անգամ պետք է մտներ իր մեղքերի համար, որպես տաներ այդ արյունը, երկրորդը ղևտացիների եւ երրորդը ամբողջ ժողովրդի։ Ու հետաքրքիրն է, որ այդ արյունը երբ որ բերում էին, ինչ էին անում, քահանան զոպայով ինչ էր անում, սրսկում էր ամբողջ ժողովրդի վրա, եւ ովքեր որ հավաքվել էին այդ տոնը նշելու, եւ այս տոնի ժամանակ էր, որ դու պետքա զղջայիր, ապաշխարեիր եւ խոստովանեիր քո ամբողջ հանցանքը, որ դու արել ես։ Անկամ եթե այդ հանցանքի համար դու գարել էիր, զոհաբերել, տաճարել էիր, տարել, չգիտեմ, բայց միևնույն է, այս օրը դու պետք է հիշեիր, որտեվ այս օրը քոն վերջնական մաքրման օր էր, երբ որ կարծես սրբարանը պետք է մաքրվեր։ Եվ այն ինչ որ տարվել էր սրբարան պետք է հանվեր դուս, եւ այս մասին ես տարիներ առաջ խոսել եմ իշմեք, երբ որ երկու այծ էին բերում եւ քահանան մեկը դնում էր մի այծի գլխին, Եհովայի այծին մորթում էին եւ որպես արյուն ողջակիզում էին, իսկ մյուս այծը, որը որ խորհրդանշում էր սատանային, ամբողջ մեղքը խոստովանում էին, ամբողջ տարվա ամբողջ իր ազգի արած մեղքը խոստովանում էին երկրորդ այծի գլխին, որը խորհրդանշում էր սատանային եւ տանում էին անապատ բաց էին թողում։ Այսինքն առաջի մեղքի պատիժը ցույց էր տալիս, որ Քրիստոս մեռավ մեղքի համար, երկրորդ մեղքը, որը որ սատանայինն էր, այսինքն այդ ամբողջ մեղքը, որ Քրիստոսը ֆռծրեց ու վերջում բերեց սատանայի գլխին դրեց ամբողջ մարդկության մեղքը, Ադամից սկսած մինչև վերջի օրը։ Սատանան չէր, այդ այծը չէր զոհաբերվում, այդ այծին ազատ էին թողում, այսինքն դու հավիտյան պետք է մնաս մեղավոր, որտեղ մեղքի վարձքը մայր, իսկ ինքը չէր մեռնում, իրան տանում էին եւ բաց էին թողում։ Անցնենք առաջ։ Ուրեմն ով չխոնարհվեր եւ չզղջար քավության օրը, ով չխոնարհվեր եւ չզղջար, Աստծո խոսքը ասում է նրան պետք է սպանեին։ Այսինքն սա միակ օրն էր, երբ որ դու շանս ունեիր զղջալու քո արածների համար, եւ եթե դու չէիր զղջում, ասում էիր, չէ, ինձ պետք չէ այդ քավությունը, միակ պատիժը քեզ մնում էր մահ, քո դատաստանը լինում էր մահը, եւ շաբաթը պիտի պահեին ամսի 9-ի երեկոյից սկսած մինչեւ հաջորդ օրը երեկոն։ Ու հետաքրքիր գիտեք որն էր, որ շաբաթ էին պահում, բայց շաբաթ օր չէին պահում։ Այս ինչ ասեմ, ես էլ ուշադիր չէի եղել այսքան ժամանակ, բայց ասենք ինքը ամսի 9-ն էր, ինքը կարար եւ շաբաթ չընկներ, բայց ասենք շաբաթ էին պահում այդ օրը։ Շաբաթ էին պահում, ու շաբաթից դուրս հասկանում եք, ինչ հետաքրքիր մի բան կար նաեւ։ Եվ քահանան խոստովանում էր իր հանցանքը, ինչպես ասեցի, ղևտացիների հանցանքը, ժողովրդի հանցանքը, եւ երբ որ արյունը ցողվում էր արդեն դրանից հետո ժողովուրդը համարվում էր մաքուր։ Եվ եկանք հասանք տաղավարների տոնին կամ բերքի տոնին, ինչը որ տոնում ենք մենք այսօր։ Եվ ասում է 7-րդ ամսի 15-րդ օրը տաղավարների տոնն էր։ Գիտեք այսօր որ օրն է։ 7-րդ ամսի 15-րդ օրը։ Ու իհարկե հрьяաների մոտ սկսվելու է այսօր արևածագի մայրամուտից հետո, հասկացաք, չէ՞, բայց քանի որ մեր հետ համընկավ այսօրը Կիրակի օրը, դրա համար որոշեցինք, որ հենց այսօրը անենք, ճիշտ են օրը նշենք, ինչը որ Աստվածաշունչը մեզ տալիս է։ Եվ ինչ էր ասվում, ասում է 7 օր նշես։ Սիրելի եկեղեցի, հիմա ես ձեզ կոչ եմ անում, մի սահմանափակվեք այս մի օրով, որ սկսեցինք։ Էսի սկիզբն է։ Ամբողջ շաբաթը դա տաղավարների տոն էր եւ մի շաբաթ ժամանակ ունեք ձեր դիմաց եւ այդ մի շաբաթվա մեջ գիտեք ինչքան բաներ կարա կանեք։ Աստծո խոսքը մեծի որ ասում է այս ձեռը
չիմանա այս ձեռքը ինչ արեց, չէ, այսինքն բաներ կա, որ անգամ դու կարաս անես ոչ թե բերես ուղակի, որ բոլորը տեսնեն դու բերեցիր, չնայած շատ լավ է որ արել ես։ Էսի հայտարարենք մի շաբաթվա այն բարեգործությունների շաբաթ, որը որ դու պետք է անես։ Այն իշմ եք որ կարդացինք ասելով որ Հիսուսն ասեց մերկեի, անտունեի, բանտումեի, հիվանդեի, արեք այն ինչ որ Աստված պատվիրեց։ Եվ տեսեք, հետաքրքիր նաև այնա, որ տաղավարների տոնը նրանք բնակվում էին տաղավարներում, բնակվում էին վրանների մեջ, եւ սա հիշեցումներ նրանց, որ նրանց հայրերը 40 տարի ապրեցին անապատում։ Նրանք իրականում բնակվում էին անապատում, բնակվում էին վրաններում, բայց Տերն էր նրանց պաշտպանությունը, ամեն, եւ Տերն էր նրանց ապաստանը։ Նրանք բնակվում էին ամենակարողի շուքի տակ, երբ որ գիշերը կրակիսյունն էր նրանց համար որպես ջերմություն, որպես լույս, չէ՞, եւ ցերեկն էլ ամպիսյունն էր, որպես արևից պաշտպանող եւ որպես հովանի։ Հովանի բառը Աստվածաշնչում քանի անգամ մենք կարող ենք հանդիպել։ Հովանի բառը ասում է, ես հովանին եմ, չէ՞, հովանին գիտես որ անապատում ովքեր որ եղել են, կհասկանան թե ինչ է նշանակում անապատի կիզիչ արևը ցերեկը եւ անապատի ցուրտը գիշերը։ Այսինքն գիշերը կրակն էր, որ ջերմացնում էր նրանց եւ լույս էր տալիս, որ չմրսեն, լույս ունենան, իսկ ցերեկն էլ այն ամպն էր, որը հովանի էր նրանց, որ նրանք կիզիչ արևի տակ չմեռնեն։ Եվ տաղավարների տոնը նշվում է նշանակում է Աստծո բնակությունը մարդկանց մեջ եւ մարդկանց հետ։ Այս էր տաղավարների տոնի նշանակությունը։ Աստծո բնակությունը մարդկանց մեջ եւ մարդկանց հետ։ Հայտնություն 21:3 ասում է. «Եվ մի ձայն լսեցի երկնքից, որ ասում էր. ահա Աստծո խորանը մարդկանց հետ, եւ նա կբնակվի նրանց հետ, եւ նրանք կլինեն նրանց ժողովուրդ, եւ ինքը Աստված, նրանց հետ կլինի նրանց Աստված, եւ կջնջի Աստված բոլոր արտասուքը նրանց աչքերից»։ Ավետարանը Հիսուսին ներկայացնում է որպես առաջին բերքի պտուղ, բայց վերջնական բերքահավաքը կլինի վերջում, երբ Աստված կզատի գառներին այծերից եւ ինչ կանի, կզատի ցորենը որոմից։ Երբ կտեսնենք մարդու որդուն, ով կդատի աշխարհը արդարությունով եւ կհավաքի ցորենը շտեմարանում եւ հարդը եւ որոմը ինչ կանի, կայրի անշեջ կրակով։ Հայտնություն 14:15 ասում է. տեսեք էլի հավատացյալի եւ ոչ քրիստոնյայի տարբերությունը։ Հայտնություն 14:15 ուղարկիր քո գերանդին եւ հնձիր, որովհետեւ քո ժամանակը եկավ հնձելու, որ երկրի հունձքը հասել է։ Ասում է ուղարկիր հրեշտակին է ասում Աստված, ասում է ուղարկիր, ասում է որ էթա ու հնձի երկրի հունձքը, որը որ արդեն հասել է։ Էսի գիտեք ով է այս հունձքը, մենք ենք։ Եվ մի ուրիշ հրեշտակի անմիջապես դրանից հետո ասում է, Հայտնություն 14:18 ասում է, ուղարկիր քո սուր գերանդին, տեսեք այնի ասում է ուղարկիր քո գերանդին, որ հունձքը հնձի, որտեղ արդեն հասել է, իսկ այստեղ ասում է ուղարկիր քո սուր գերանդին։ Տարբերություն տեսնում եք, եւ երկրի այգու ողկույզները խաղիր, որովհետեւ նրա խաղողը հասել է։ Եվ հետո դրանից հետո շարունակում ասում է եւ գծվեց Աստծո բարկության մեծ հնձանի մեջ։ Սա գիտես ում էր վերաբերվում, բոլոր այն մարդիկ, ովքեր որ խավության օրը մերժեցին Աստծուն եւ ասեցին ես քո կարիքը չունեմ։ Այսի արդեն Աստծո բարկության հնձանի մեջ գծվեց, սա արդեն խոսում էր դատաստանի մասին եւ ոչ թե հունձքի մասին։ Դուք տեսնում եք տարբերությունը, որովհետև Հակոբոս 2:13-ն էլ ասում է, անողորմ դատաստան կլինի նրան, ով որ ողորմություն չի արել։ Այսինքն, եթե այսօր դու փակում ես քո ականջը աղքատից, փակում ես քո ականջը ողորմություն անելուց, խստացնում ես քո սիրտը, Աստծո խոսքը ասում է, անողորմ դատաստանա լինելու քեզ, եթե դու այսօր չես ենթարկվում Աստծո խոսքին։ Ամփոփենք նաև տաղավարների տոնը եւ մոտենում ենք վերջին։ Տաղավարների տոնը միայն վրանների մեջ բնակվելը չէր։ Նաև հիշեցումն էր, երբ դուք անապատում էիք, ոչ մի բանի կարիք չունեցաք, քանի որ դուք հյուր էիք Աստծուն եւ Տերը ինքն էր հյուրընկալել ձեզ եւ օրհնում էր ձեզ առատորեն։ Երբ բերքը հավաքում ես, ամեն բան առատ է, հրաշալի է, չէ՞, որտեվ սա խոսում է առատ բերքի մասին։ Ներքևն էլ լիքը բերք կա, ժողովուրդ ջան։ Սա նշանակում է Աստված օրհնել է քեզ եւ դու էլ քո հերթին պարտավոր ես ողորմած լինես եւ քո ունեցվածքից բաժին հանես որփին, աղքատին, այրին, ծառային, աղախնին, օտարականին, որոնք քո մեջ են։ Այսի Աստծո խոսքն է պատվիրում։ Ասում է, որ միայն դու չլինես ուրախ, այլ օրհնված լինեն նաև նրանք, որտեղ իմաստը գիտես որն է, Աստված քեզ տվել է առատորեն, մենակ մի ասա էլի, ես
բավարարված լինեմ հերիքա, Աստծո խոսքը ասում է, դու պետք է օրհնես, որ մենակ դու չուրախանաս այդ բերքի տոնով, տաղավարների տոնով, որ ուրախանան նաև բոլոր նրանք, ովքեր որ չունեին այն օրհնությունը, որը Աստված տվեց քեզ։ Երկրորդ Օրինաց 16:13-ից 17 խոսքերն ասում. 7 օր տաղավարած տոնը պահես քո կալը եւ քո հնձանը ժողովելուց հետո եւ տոնիդ մեջ ուրախություն անես։ Պատվիրում էր, ասում է տոնիդ մեջ ինչ անես, ուրախություն անես։ Ուրախ ես սիրելի Աստծո համար։ Նոր Սամսոն եղբայրը, երբ որ երկրպագություն էին անում մեր խորը, ես Աշոտին ասում եմ, իսկականից կենթանի Աստծո ներկայությունն եմ զգում, որտեվ Աստծո ներկայությունը կա։ Եվ ասում է ինչ անես, ուրախություն անես, եւ քո տղան եւ աղջիկը եւ քո ծառան եւ աղախինը եւ դռնումդ եղող ղևտացին, օտարականը, որբը եւ որբեվայրին, որովհետեւ քո Եհովա Աստվածը կօրհնի քեզ քո բոլոր բերքովը եւ ձեռքիդ բոլոր գործերովը։ Սա Աստվածը ասում։ Եվ ինչ ասում Աստծո խոսքը նաեւ, ասում է տարին 3 անգամ բոլոր արուները պետք է գային Տիրոջ առաջ։ Եվ որն էր առաջինը բաղարջակերած տոնին, եւ որ բոլոր արուները պետքա գային, այնտեղ որտեղ որ Աստված կասեր։ Շաբաթների տոնին, այս Պենտեկոստեն էր, եւ երրորդը տաղավարած տոնին։ Ուրախ եմ, որ այսօր տաղավարած տոնին շատ մարդայք է, որտեղ նոր եղբայրը ասեց, որ ասում է ինչքան որ այստեղ վերևի զալում ասում է սրանից մի քիչ ավելի քիչ ներքևում են նստած, ուրախ եմ նաեւ ողջունում եմ մեր ներքևում նստած քույրերին եւ եղբայրներին։ Եվ ինչ էր Աստծո խոսքը ասում։ Ասում է մեկը Եհովայի առաջին, այս տոները այս 3 որ կանչում էր, ասում է մեկը Եհովայի առաջին դատարկ ձեռքով չերևա։ Ինչ ասում, ասում է դատարկ ձեռքով չգաս իմ տուն։ Եթե պիտի դատարկ գաս, ասում է մի արի, չգաս, դատարկ ձեռքով ասում է չգաս, չերևաս իմ տուն։ Ամեն մարդի ձեռքից եկածի չափ թող Եհովա Աստված այն օրհնությունը, որ քեզ տվել է։ Այսինքն դու պետք է նաև բերեիր քո ունեցածից այնքան, ինչքանով որ Աստված էր քեզ օրհնել։ Շատից շատ, քչից քիչ։ Եվ սա Աստծո պատվերն էր։ Ամփոփենք տոները ու վերջացնենք։ Առաջինը Հիսուս մեռավ, սա առաջին տոնն էր։ Էլի եմ ասում, տոն էր քո համար, որ դու չմեռար եւ նա մեռավ քո փոխարեն։ Դրվեց գերեզման։ Բայց մնաց գերեզմանում, ինչպես կարող էր կյանքը մնալ գերեզմանում։ Աստված հարություն տվեց նրան երրորդ օրը։ Սա երրորդ տոնն էր։ Չորրորդ տոնը համբարձվեց եւ ուղարկեց Սուրբ Հոգին, որը մեր հետ է եւ մեր մեջ է։ 5-րդ տոնը, արդեն որը նոր պետքա կատարվի։ Հիսուս խոստացել է, որ վերադառնալու է մեր հետևից, վերադառնալու է մեր շուքով, վերադառնալու է փողերի ձայնով եւ ամբողջ աշխարհը պիտի տեսնի նրա վերադարձը։ Դրանից հետո 6-րդ տոնը, Հիսուսը քավելու է քո մեղքերը, սա քավության օրն էր, երբ որ դու պետքա տեսնես Քրիստոսի կատարած են ամեն գործը, որ ինքը արեց եւ երկնային սրբարանը մտավ, Աստծո խոսքը ասում է իր իսկ արյունով եւ ինչ արեց, մեր համար քավություն արեց։ Մենք պետքա տեսնենք նաեւ սա 6-րդ տոնն է։ Եվ 7-րդ տոնը Հիսուսը բնակվելու է իր ժողովրդի հետ եւ թագավորելու է հազարամյա թագավորությունը երկրի վրա։ Էսի գիտեք որն է, էսի այն ուրախությունն է, երբ որ արդեն հավաքել ես ամեն ինչը եւ միասին ինչ ես անում, ուրախանում ես դու Հիսուսի հետ միասին։ Եվ Քրիստոսը խոստացել է, որ երկրի վրա թագավորելու է 1000 տարի։ Եվ երբ որ երանիները մենք կարդում ենք, չէ, ես ամեն անգամ ասում եի, Տեր, երանիների մեջ գրած է, երանի նրանց, որ քաղցն ու ծարավ են արդարության, որովհետեւ նրանք պետք է հագենան։ Պաստորեն այդ արդարությունը մենակ երկնքում ալնելու ու հետո հասկացա, որ ոչ։ Երկրի վրա Քրիստոս թագավորելու է 1000 տարի եւ այդ 1000 տարիների ընթացքում բոլոր նրանք, ովքեր որ արդարության քաղցն ու ծարավ են ունեցել, նրանք պետք է տեսնեն, թե ինչ է նշանակում, եւ որ Քրիստոսը թագավոր եւ ինքն է արդարությունը եւ նրան պետք է նայեն աշխարհի բոլոր ազգերը։ Եվ տեսեք ինչ է տեղի ունենալու։ Նաեւ այն բոլոր մարդիկ, ովքեր որ Աստծո խոսքը ասում է, Քրիստոս երկրորդ գալության ժամանակ պետք է հարություն առնեն մեռելներից, շատ անգամներ է չեղել, որ այսինքն մենք նայել ենք, տեսել ենք, ասել ես լավ, այս մարդը իր կյանքը տվեց Քրիստոսին ու կյանք չտեսավ, էլի։ Ամբողջ իր կյանքը բանտերում, նեղություն, տառապանք, հալածանք, չգիտեմ, Աստծո խոսքն ասում է, նրանք պետք է հարություն առնեն մեռելներից, չէ՞, եւ նրանք ովքեր որ երկրի վրա պետք է միանան Քրիստոսին ամպերի մեջ, եւ Աստծո խոսքը նաեւ ասում է, որ նրանք պետք է թագավորեն Քրիստոսի հետ երկրի վրա ինչքան 1000 տարի։ Այսինքն մենք տեսնում ենք, չէ, որ կարդում ենք Աստծո նապետներին, ասում է, եւ ինքը ասում է կյանքից կշտացած գնաց։
անգամ բոլոր այն մարդիկ, ովքեր որ կյանք չտեսան երկրի վրա, իշի Տերն ասում է 1000 տարի, դու պետք է թագավորես Քրիստոսի հետ եւ պետք է հասկանաս, թե ինչ է նշանակում, եւ որ Տերն է թագավորը։ Եվ դու պետք է ունենաս նոր մարմին, ոչ sense մարմին, որ մի օր քնել ա ուզում, մի օր զարթնել ա ուզում, մի օր սոված ա, մի օր, չգիտեմ, ծարավ ա, մի օր մի տեղն ա ցավում, մի օր Աստված տալի է մեզ կատարյալ մարմին, որի վրա երկրորդ մահը հայտնության թուղթն ասում է իշխանություն չունի։ Եվ 8-րդը նաև բաղարջակերած տոնից հետո, այդ 7 օրերից հետո ինչ ասում 8-րդ օրը, ասում է նշես տոն անես։ Էլ չի ասում, եւ սա էլ խորհուրդն է նրա, որ նոր երկինք եւ նոր երկիր է լինելու, եւ որ մենք Քրիստոսի հետ պետք է լինենք։ Եվ Ղետացիների 23:36 ասում է 8-րդ օրը տոնախմբության օր է։ Սա արդեն կապ չուներ տաղավարների տոնի հետ։ Սա էլ խորհուրդն է քո հավիտենությունը երկնքում Հիսուս Քրիստոսի հետ միասին հավիտյանս հավիտենից։ Աստված օրհնի ձեզ։